Եվ նաև կոչ եմ անում մեր քաղաքացիներին, իգական սեռի ներկայացուցիչներին, նրանց ծնողներին, ինչու եմ շեշտադրումը դնում նաև ծնողների վրա, որովհետև այստեղ մեր մոտ կա պատկերացումների, մենտալիտետի, ավանդույթների, այսպես ասած, բախում ծրագրի կամ աղջիկների ցանկության հետ։ Եվ կարծում եմ մենք այս խնդիրը պիտի հաղթահարենք համատեղ ուժերով, այդ թվում նաև հետևողական աշխատանքի եւ հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին այցելել կանանց գումարտակ, լուսաբանել, այդ թվում նաև կենսապահովման միջոցները, բնակապահովման միջոցները ինչպիսին են, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց քույրերին, դուստրերին զինվորական ծառայության ուղարկելու կամ թույլատրելու, չնայած խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց,